Վերստումալ ավականու 6-րդ նստաշրջանի առաջ երեստական նիստը օրակարգի մասին նախատեսանից կորեք պարոն Ստեփանյան խնդրում։ Արգելի գործընկերներ, ավականու նիստի ներկա է ավականու 12 անդամ, որում ունենք օրակարգ հետ կապված հարցեր, առաջարկություններ, ավարտություններ, եթե չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, որոշում ընդունված է։ Արգելի գործընկերներ, առաջարկում եմ երկրորդից ներառյալ մինչև 14-րդ հարցը մեկ քվեարկության, քանի որ նույնաբովանդակ հարցեր են, այսպես ասած, մեկ զեկուցման կամ մեկ ներկայացման կամ քվեարկության մեկ քվեարկելու մասին։ Եթե առարկություն չունեք, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ նախագծերը հաստատելու, դեմ չկա, որոշումները ընդունված են։ Ներկայացնում եմ 72 նախագիծը ճանապարհ համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի հաստատման մասին։ Զեկուցող Քաշին Բաժնիկեր Կարեն Միկայելյան։ Արգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացնում նախապես պատասխանատու գերատեսչությունների հետ համաձայնեցված ճանապարհ համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման, որի հավելվածը տեղադրված է կայքում։ Ընդհանուր հավելվածը ծավալով մեծ լինելու համար խտային չենք ներկայացրել ձեր քննարկմանը, բավականին մեծ ծավալում այցանա, սակայն ոչ միայն դուք, նաև մեր քաղաքացիները, բնակիչները հնարավորություն են կայքից տեսնելու մեր ընդհանուր համայնքում երթևեկության կազմակերպման սխեման նշանները ճանապարհային եւ այլն նմանատիպ տարբեր բաներ։ Հարցեր զեկուցողին եթե չկան, խնդրում եմ քվեարկեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշում ընդունված է։ 73 նախագծով ներկայացնում ենք ճանապարհ համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին նախագիծը։ Զեկուցող Կարեն Միկայելյան։ Ձեր քննարկմանը ներկայացնում հողային հաշվեկշիռը, որը արտադրված է 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 25 թվականի հունիսի 30-ին ընկած ժամանակահատվածը, որը նույնպես տեղադրված է մեր փակեջում, ծավալով մեծ է բնականաբար Հարցեր զեկուցողին եթե չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշում ընդունված է։ Ներկայացնում եմ ձեր քննարկմանը 74 նախագիծը ճանապարհ համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխություններ կատարելու մասին։ Զեկուցող Գյուղատնտեսական բաժնի պետ Վան Գաբրելյան։ Արգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, ճանապարհ համայնքում ներկայումս իրականացնում բավական ծավալի շինարարություն, ճանապարհ համայնքում իրականացող կապիտալ շինարարության բնական մասնապահովի նպատակով վարչական բյուջեի բազային ֆոնդից առաջարկում է հատկացնել ֆոնդային բյուջե 151,500,000 դրամ։ Երկրորդ կետով տեղյակ եք, որ ճանապարհ բնակավայրի տարածքում ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի կողմից ոռոգման ցանց է կառուցվում եւ այդ ոռոգման ցանցի կառուցման մեջ որպես համայնքային ներդրում առաջարկվել է ճանապարհ համայնքին իրականացնել համայնքավորներում 15 միլիոնի չափով։ Այդ իսկ պատճառով առաջարկում է ճանապարհի բյուջեի բազային ֆոնդից կապել հատկացում ընդհանուր հանրային ծառայությունների հաշվի 40-19 հոդվածից նվիրատվություն շարժետամուտող կազմակերպություններին, այսինքն ՄԱԿ-ին։ Երրորդ կետը վարչական բյուջեի բազային ֆոնդից կատարել հատկացում ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների հաշվի 41-11 հոդվածից 9 միլիոն դրամի չափով եւ 42-39 հոդվածին 6,700,000 դրամի չափով։ Չորրորդ կետով ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների հաշվի 51-13 հոդվածի պլանը նվազեցնել 1,837,000 դրամի չափով, միաժամանակ ավելացնել նույն հաշվի 51-22 հոդվածի պլանը նույն չափով 1,837,000 դրամի չափով։ Եթե հարցեր կամ առարկություններ կամ առաջարկություններ չկա, խնդրում քվեարկել։ Արգելի գործընկերներ, ովքեր են կողմ նախագիծը հաստատելու, դեմ չկա, որոշում ընդունված է։ Հաջորդ նախագիծն ներկայացնում ճանապարհ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման արդյունքների մասին։ Զեկուցող Վան Գաբրելյան։ Արգելի գործընկերներ, առաջին կիսամյակի կատարման արդյունքների մասին հաջորդությունները տեղադրված են
կամ 39%։ Որը ցանկային եկամուտները գծով տարեկան նախատեսված 118,787,000 դիմաց արտացի մուտքերը կազմել են 49,933,400 դրամ, կամ 42%։ Այդ թվում անշարժույթի դիպլոմը կատարվել է 35,2%-ով, ուրկալ փոխադրամիջոցներից 47%-ով, տեղական թուրքերի պլանը կատարվել է 36,2%-ով, պետական թուրքերի պլանը 46,7%-ով։ Պաշտոնական դրամաշնորհներ, պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիայի սուբվենցիայի գծով արտացի գծով մուտքերը կազմել են 412,207,200 դրամ։ Այլ եկամուտներ պլանը նախատեսված 66,608,000 դիմաց կատարվել է 63,933,700 դրամ, կամ 34,3%-ով, այդ թվում վարձակալությունից եկամուտը 15,4%-ով, վաճառական գանձումները 44,2%-ով, այլ ոչ հայտնի եկամուտները 75%-ով։ Ծախսերի մասով 2020 թվականի համակարգի վաճառական բյուջեի առաջին կիսամյակի ծախսերը կատարվել են 25,4%-ով, 1,121,276,500 դրամի դիմաց կատարվել է 210,400,800 դրամ, որից ծախսերը ըստ կատարվել են։ Ընդհանուր մուտքային ծառայությունների գծով ծախսերը 34%, տնտեսական հարաբերությունների ոլորտում նախատեսված ծախսերը 29%-ով, բնակարանի շինարարությունը կողմնորոշ ծառայություն նախատեսված ծախսերը 37%-ով, հանգստի և մշակույթի կրոնի դասակարգման ծախսերը կատարվել են 15%-ով, պետության ոլորտում բյուջեի նախատեսված ծախսերը կատարվել են 39%-ով, սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կատարվել են 30,9%-ով։ 25 թվականի ֆոնդային մասի մուտքերը նախատեսված 239,807,900 դրամի դիմաց կատարվել է 29,316,000 դրամ, որից տարեսկրվի մնացորդը կազմել է 19,767,000 դրամ, բույքի և հողի իրացումից մուտքերը 9,548,800 դրամ։ 25 թվականի տարեսկրվի կապիտալ սուբվենցիան կազմել է 3,951,000 դրամ, կապիտալ սուբվենցիայի տարեսկրվի մնացորդը կազմել է 15,526,000 դրամ։ 25 թվականի առաջին կիսամյակում ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել են 46,836,900 դրամ, որից ընդհանուր ծառայությունների ոլորտում 29,506,000 դրամ, ճանապարհային տրանսպորտի ոլորտում 3,951,700 դրամ, ժամանակակարգման ոլորտում 5,843,200 դրամ, հանգիստ մշակույթ կրոն ոլորտում 7,200,000 դրամ, կրթության ոլորտում 1,235,400 դրամ։ Կարճ ներկայացրեցի, հավաքային ծավալը ստացվեց, բայց աշխատությունը ավելի ծավալի։ Հարցեր զեկուցողին եթե չկա, հարգելի գործընկերներ, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծով արտոնություններ սահմանելու մասին ձեր ուշադրությանն եք ներկայացնում, ինչպես եւ ամեն նիստի եւ արդեն նախադեպ երևույթ սոցիալական խոցելի խմբերի կուտակված պարտքերը եւ դժուժուտանքները մայր գումարի վճարման դեպքում առաջացած դժուժուտանքները արտոնելու վերաբերյալ ցանկում ներկայացված են թվով 12 բնակիչ թոշակառու, որոնք կատարել են մայր գումարի պարտավորությունը, սակայն դժուժուտանքները դեռևս արտոնելու կարիք կա։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 77 որոշման նախագծներ ներկայացնում ձեր քննարկմանը, հաստատել ճամբարական 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։ Սա ըստ էության նախորդ նստաշրջանում պատրաստ հաստատվեց, սակայն հավելվածի հետ կապված խմբագրական որոշակի աշխատանքներ կար եւ դրա համար ենք ուշացնում ներկայացնում։ Ինքը էլի բավականին ծավալուն հաստատվեց, խտային տարբերակով չենք ներկայացվել, էլեկտրոնային կա, նախապես նաև հնարավորություն եք ունեցել ծանոթանալու։ Ծրագրում զետեղված է այնինչ տարվա ընթացքում պլանավորվում է ձեր կողմից եւ տարվա ընթացքում կատարվում է։
մանրամասներով ավելի լավ ծանոթանալու համար կարող եք անցնել հրապարակված հավելվածների։ Ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ 78 էլ նախագիծներ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ճամբարակի համայնքապետարանի աշխատանքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունն նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Փոփոխությունը առաջացել է ուսումնասիրության արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և որոշակի շփման և խմբագրման կարիք է առաջացել և ձեր հաստատման եք ներկայացնում այն ներկայացնելու իրանց մանր։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագիծը 79-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տեղական սոցիալական ծրագրերը հաստատելու մասին։ Սա նույնպես ծավալուն հաստատվել է էլեկտրոնային տարբերակով է հրապարակված և ներկայացված ձևուշադրությանը, ըստ էության դա նոր աջակցության կարգ տրամադրելու մասին է, որը ամբողջական ձևով փոփոխության է ենթարկվել, նախկինում տրամադրվում է որոշակի խոցելի սոցիալական խմբերի դրամական աջակցություն 10,000 դրամից մինչև 50,000 դրամի, որոշակի դեպքերում նաև ձեռքբերությամբ և համաձայնությամբ ավել, սակայն հիմա արդեն կարգը փոխվել է, տրամադրման կարգը նույնպես։ Ըստ էության մենք դրամական օգնություն որպես այդպեսին չեն կարողանում տրամադրել, սակայն գնահատելով կարիքները բնակիչների կարողանում ենք թիրախային և կոնկրետ հենց ոլորտային աջակցություն տրամադրել և դա արդեն ներկայացված է նոր կարգի մեջ։ Հակիչ ներկայացնելով այդքան է ծրագիրը իրանից ներկայացնում։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 83-րդ նախագծով համայնքապետարանի ենթակայության հողակների աշխատակցությունների թվաքանակը հաստատակցակ պաշտոնային դրույքաչափեր հաստատելու մասին 25 դեկտեմբերի 24 թվականի 29 որոշման մեջ լրացումների փոփոխություն կատարելու մասին։ Առաջին կետով ներկայացրել ենք Թուջերի մանկապարտեզ հողակում 0.5 դրույք դաստիարակի հաստիք, դա առաջացել է այն պահից, երբ որ Կալավանում, գիտեք, մենք ունենք երեխաների զբաղեցման կենտրոն, մինչև կեսօր 6 երեխա զբաղեցնելու հետ կապված արդեն որոշակի խնդիրեր առաջացել հաստատքի հետ կապված և ծառայությունների մատուցման պայմանագրով այլևս հնարավոր չէր նշված գործառույթը կատարելու։ Եվ արդեն որպես հաստիքային միավոր Թուջերի մանկապարտեզն է տիրապետում այդ հաստիքին, որտեղ առաջարկում ենք ձեր քննարկմանը և երկրորդ կետով կախված խմբերի ավելացման հետ Ճամբարակի 3-րդ մանկապարտեզում երաժիշտ դաստիարակի դրույքաչափը 147,000 դրամ դարձնել։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 81 նախագիծներ ներկայացնում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրանես 4 շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանի վարձակալության գումար տրամադրելու մասին։ Սույն նախագծով թույլատրել համայնքի ղեկավարին Ճամբարակ համայնքի Տիգրանես փողոցի 4 շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անօթևան մնացած բնակիչների հետ կնքել բնակարանի վարձակալության պայմանագրեր, ինչպես գիտեք, դժուժած բնակիչները վարձակալող տներում են տեղավորված և այդ վարձակալության գումարները տրամադրվում է պայմանագրով մեր կողմից։ Եթե հարցեր չկան, Հարակից շենքերի գրած վնասների վերաբերյալ որևէ բան կա, հնարավոր չէ վերականգնելու օգնում։ Հարակից շենքերի նույնպես որոշակի օգնություններ են տրամադրել, Կարմիր խաչի մեր գործընկերները կարիքների գնահատում են կատարել և թե դրամական, թե նյութական որոշակի աջակցություն է ցուցաբերել։ Եթե այլ հարցեր չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Ներկայացնում եմ որակարգի վերջին հարցը 82 նախագիծը հաջորդ ավականոնի ստորը սահմանելու մասին
առաջարկում է հոկտեմբերի 28-ը ժամ 15:00-ը։ Այլ առաջարկություններ կարող են լինել։ Եթե չկա, խնդրում եմ հաստատել։ Ովքեր են գոհ, որոշումը ընդունված է, հարգելի գործընկերներ, սա օրակարգի վերջին հարցն էր, մեր նիստը ավարտվեց։ Շնորհակալություն։